Տիկին Ղումաշյանի մասով ասեմ, որ գործը կարճվել է եւ սա հերթական այն նախադեպերից մեկն է, որ աղմուկ աղաղակով ձերբակալելը միտում ունի մարդուն վարկաբեկելու եւ ձեր դիրքորոշումը ողջունելի է, որ ընդունում եք, որ սխալ խոսույթ եք ունեցել եւ կնոջը թիրախավորել, ընդհանրապես որևէ մեկին թիրախավորելը քաղաքական գործի պահվածքի շրջանակներում չի կարող ընկալելի լինել, որովհետև պիտի լինի քաղաքական գործիչը նաև օրինակելի հանդրության համար եւ այս իմաստով ողջունելի չէ հրահրել ատելության խոսույթ։ Ինչ վերաբերում է իրավական համակարգի, ես մասնագիտական գնահատականի մասին չէի խոսում, ես ընդհանրապես ակնկալում էի ձեր վերաբերմունքը, ինչպես է ստացվում, որ իրավապահ համակարգը մարդուն վարկաբեկելու համար անմեղության կանխավարկածը խախտելով վարկաբեկող տեսանյութերը հրապարակում, պարոն Ռուբեն Մխիթարյանը այստեղ է նախորդ նիստերի ժամանակ իր օրինակ ներողություն նաև բերվեց, մարդը 2 ամիս կալանքի մեջ է եղել, որից հետո պարզվել է, որ անմեղ է, ով պիտի այս պատասխանատվությունը կրի։ Շնորհակալ եմ ձեր արձագանքի համար, չեմ կարող չկիսել ձեր դիրքորոշումը, որ քաղաքական գործիչը պետք է օրինակելի վարքագիծ դրսևորի, բնականաբար այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող տիկին Յոլյան։ Ինչ վերաբերում է պարոն Մխիթարյանին, ես իր գործի հետ կապված մանրամասներին ծանոթ չեմ ճիշտն ասած, բայց այն օրը իր ելույթը լսելիս էի հենց մտածում այն մասին, որ պարոն Մխիթարյանը իր ելույթում Տիկին Յոլյան, տեղից մի արձագանքի։ Վարկաբեկման ինստիտուտը փիլիսոփայական հարց եք բարձրացնում, եթե տեսական քննարկում ենք ունենում, շատ վատ եմ վերաբերվում ես վարկաբեկման ինստիտուտին։ Եթե կոնկրետ վարկաբեկման դեպք կա, տիկին Յոլյան, եկեք քննարկենք ու հասկանանք այդտեղ վարկաբեկում եղելա թե ոչ, եթե եղելա դիտավորություն եղելա թե ոչ, այդ պետք է հասկանալ, բայց եթե ձեր հարցը տեսական է, ապա պետք է ասեմ, որ շատ բացասական են վերաբերում առհասարակ որևէ մեկին հանիրավի վարկաբեկելու։ Շնորհակալություն։ Պարոն Մխիթարյանի դեպքին առանձին կանդրադառնամ, եթե անհրաժեշտությունը պարոն Մխիթարյանը տեսնի։